միությունով կարամ ասել ես սիրեցի Հայաստանը, հայաստանցիները։ Այնպիսի հարց չի ծագի քո մեջ, ինչու այս ընտանիքը եւ ոչ թե մյուս ընտանիքը։ Ինչու ես դու այստեղ ծնվել, ոչ մյուս ընտանիքում։ Այնպես էլ իմ մեջ նման հարց չի առաջացել, ինչու այս միությունը։ Երբեք չեմ պատկերացնում ինձ միությունից դուրս։ Այդ մի բան է, որ հաստատ է։ Առաջին անգամ հանդիպեցինք 2012 թվականի հունվարի 11-ին։ Այդ ժամանակ չունեինք ինչ-որ ծրագրեր, նպատակներ, ուղղակի մի խումբ երիտասարդներ էինք, ովքեր ունեին շատ մեծ ցանկություն համախմբվելու եկեղեցու շուրջ։ Այնուհետև հանդիպեցինք երկրորդ անգամ արդեն Հայ Դերենիկի այն ժամանակ Արմեն Սարգսակի հետ, ով ստանձնեց միության պատասխանատվությունը։ Հիշում եմ, որ Հայր Սուրբը շատ այսպես մեծ ծրագրեր էր կազմել, կիսվեց մեզ հետ, ասաց, որ այս պետք է անենք, այն պետք է անենք։ Ճիշտն ասած, առաջին տպավորությունը շատ անհավանական թվաց ինձ այդ պահին, որովհետև ընդամենը 10 հոգով էինք։ Այնուհետև սկսեցինք այցելել մանկատներ։ Ամեն շաբաթ օր Հայր Սուրբի հետ միասին մի քանի երիտասարդներով այցելում էինք մանկատներ, սկզբից զատիկ մանկատուններ, ծանոթանում էինք երեխաների հետ, շփվում էինք, իրենց համար Հայր Սուրբը Աստվածաշունչ էր ընթերցում, մեկնում էր, խաղում էինք իրենց հետ։ Մենք ծննդյան օրերը իրենց գիտենք ու այդ ամսվա կտրվածքով մենք նշում էինք իրենց ծնունդները։ Հետո արդեն սկսեցինք ուխտագնացություններ կազմակերպել։ Առաջին ուխտագնացությունը Հայր Սուրբի ծննդավայրն էր, Մեղրաձոր, շատ անմոռանալի ու դրական էներգիա ստացանք այնտեղ գտնվելուց։ Մատուցեցինք Սուրբ Եվանմա պատարագ։ Ընդհանրապես առհասարակ մեր ուխտագնացությունները ինքնանպատակ չեն։ Մշտապես ճանապարհ ուղեկցվում է աղոթքներով, մատուցվում է պատարագ եւ իրականացնում ենք եկեղեցու տարածքի մաքրումներ, ծառատունք, ծաղկատունք։ Ինձ թվում է ամեն մի նոր անդամի համար ամենակարևորը, որ ինքը իրեն ընտանիքում զգա։ Իսկ մենք պետք է փորձենք իրան տալ այն ջերմություն այն սերը, որ մենք ունենք մեր մեջ, ինքը դա պետք է զգա։ Կարծում եմ այդ ամեն ինչը զգալով իր հետագա գալը եւ գործունեություն ծավալելը հաստատ կստացվի։ Ճիշտն ասած, ես սկզբի շրջանում, որ Հայաստան եկա պատերազմից, մի քիչ դենց զգորած վիճակի մեջ էի, գործել էի շրջապատս, կարոտում էի շրջապատս, այստեղ մեկը չէի ճանաչում։ Դենց եղավ, որ ուղղակի աստվածային գարկատությամբ ես եկա այս միություն։ Չէ, այդ կամպանի մեջ ես Ձեզ զգուշացնում էի, որ զգուշ եղեք։ Շատ նոր էի Հայաստանի մեջ, արևելահայերեն չէի կարողանում խոսալ։ Ուզում էի խոսալ, բայց չէր ստացվում հետս։ Բայց երեխեքը շատ դենց սիրով մոտենում էին ինձի, հատուկ հետաքրքրություն էին ցույց տալիս, ուզում էին զգամ, որ ես իրենց մեջ օդար չեմ։ Ես չէի կարողանում շփվեմ, բայց իրենց փորձում էին շփվել իմ հետ։ Լսում էին մինչև վերջ, փորձում էին հասկանալ ինձ։ Այս թուղթը ունեցողները թող ինձ ուշադրություն դարձնեն, որովհետեւ սովորացնեմ իրենց, իսկ այս թուղթը ունեցողները իրեն այն ուշադրություն փոխարցնեն, որովհետեւ սովորացնեն։ Մանուկները եկեղեցում ծրագրի մեջ երեխեքին բավական արդեն սիրիացի են։ Մոտ 15 հոգի սիրիացի կա, մոտ 25 հոգի հայաստանցի կա։
Նենց ստացվեց, որ սիրիացի և հայաստանցի զրաքիրմ է եղավ։ Մենք նենց ենք մատուցում Ավետարանի խոսքերը, որ երեխաներին հետաքրքիր լինի, հեշտ լինի հասկանալը, փորձում ենք երեխային հոգեբանության մոտենանք, որ հասցնենք իրենց սրտին Աստծո խոսքը։ Մենք փորձում ենք երեխաներին պես լինել, փորձում ենք հետերին խաղալ, որպեսզի մենք էլ իրենց սրտին մեջ հասցնենք Տիրոջ խոսքը։ Այնպես չէ, որ մեր շփումները սահմանափակվում են միայն միությունում, միությունից դուրս կա այդ շփումը, շարունակում ենք, մենք միմյանց հետ միշտ կապի մեջ ենք, ու կապ չունի դա միության հետ է կապված, թե ընդհանուր ուղղակի քո կյանքի առօրյա խնդիրների կամ ուրախությունների միշտ իրար հետ կապի մեջ ենք, իրարից միշտ տեղյակ ենք։ Գնում ենք մանում են, այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում, մանկանում ենք, կարուսել ենք նստում, շատ ուրախ անցնում, այդ օրերը իմ համար ուղղակի անմոռանալի են։ Հայտերենիկը գնալուց հետո ճիշտ է, որ մենք մեզ համար շատ դժվար էր, ցավ էր, բայց էդի օրհնության վերածվավ։ Բոլորը ալավելի կապվեցին իրար, բոլորը ալավելի թափով սկսեցին աշխատել։ Մի քիչ սկզբում վախենում էինք, բայց երևի հայտերենիկը մեզ համար աղոթում է, չգիտեմ, մենք որ շատ ենք սիրում միությունը, երևի ալավելի ուզում ենք պահել միությունը առանց հայտերենիկի, մենք ավելի զորացանք։ Միությունը ունի կանոնադրություն, ունենք խորհուրդ, ունենք ծրագրեր, ոլորտներ, ոլորտի պատասխանատուներ, միություն բարեխումբ, կանթեղներ երգչախումբ։ Երբ որ այցելում ենք ծերանոցներ կամ մանկատներ, սկսում ենք մտածել արդեն իրենց մասին, անտարբեր չենք իրենց խնդիրներին, իրենց ցավին, փորձում ենք որևիցե կերպ օգնել իրենց ու իրենց օգնելով նաև օգնում ենք ինքներս մեզ, քանի որ դա հնարավորություն է տալիս գնահատելու Աստծո կողմից պարգևած յուրաքանչյուր վայրկյան, արժևորելու քո կյանքը։ Ես նաև ապրեցի այն մարդկանց համար, ովքեր ինձ համար կարծես թե օտար են, բայց ես այդ օտարությունը չեմ զգում իրենց նկատմամբ։ Ինձ հետաքրքրում է, ինձ հուզում է իրենց հետ կապված խնդիրները, իրենց հոգսերը, ու այն որ գնում ես այնտեղ ու տեսնում ես իրենց ժպիտները, իրենց սպասումը, քեզ սպասում են, որ դու գնաս, այդ ամեն ինչը կյանքս փոխում է, ավելի լցնում է, ես սկսում եմ արժևորել իմ կյանքը։ Այստեղ, որ քրիստոնեական գիտելիքները ստանում ես եւ անմիջապես գործի ես անցնում, անմիջապես ծառայություն ես անում, գնում ես մանգադուներ, ձերանոցներ, անապահով ընտանիքներ եւ սրանք բոլորը որ անում ես, արդեն հոգեվոր վերելք ես ապրում։
Սուրբի պատգամներից մեկն էլ էր, որ դուք ինչ անում եք, սիրով արեք եւ նվիրված եղեք։ Կարծում եմ, եթե յուրաքանչյուր երիտասարդ իր մեջ ունենա այդ սերը, այդ նվիրվածությունը, ինքը կկարողանա ինչ-որ մի բան փոխելու դեպի լավը, դեպի պայծառը։ Առաջին թեման, որ Հայր Սուրբը խոսեց, Աստված սերը թեման էր։ Եվ այդ սերը մենք մինչև հիմա ունենք մեր մեջ եւ շարունակում ենք տալ այն անդամներին, ովքեր նոր են ներգրավում։